բացառապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարզումային, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից Ադրբեջանից մասնակցել։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար հանգիստ լրատվամիջոցի, որը անում հիմնավորումների, որով այլևս չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռային մակարդակը չի, որը թույլ է տալիս այս Գուցե չեմ բացառում։ Աղության պայմանագրի վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասել եք, ահա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Անվտանգության խնդիր։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծել։ Պարոն, դուք Եվրանեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում էին, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար, մեղադրում էին, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորումն է ձեզ ասում, եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ելնեք հեքնատի դառնալ։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես չեմ ասում չգիտեմ ում մասին եք ասում, նախ եմ որ իսպանացի պատգամավորը այս բանը ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ падգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանք թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ասում ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի падգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես։ Ինձ թվում է ամեն 5-րդ անունը Սանչես է, կարելի է միշտ նմանատիպ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է։ Չէ՞ Ռոզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ падգամավորներ, տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանված